Եթե ընդդիմադիր խոսքը որևէ ազդեցություն չունենար, իշխանությունը բանտերը չէր լցնի քաղբանտարկյալներով։ Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստի ժամանակ դատարանի բակում արձանագրել են այնտեղ հավաքված մարդիկ։ Սենց քաղաքական բանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս նաև այսօրվա քաղաքական ռեժիմի վախերը, ցույց է տալիս նաև այն փաստը, որ իրենց բնդումները, որ իբր թե իրենք ընտրությունները մաղթել են, նույնպես սուտ է։ Սուտ են նաև այն մեղադրանքները, որ դրվում են քրեական գործերի հիմքում, վստահեցնում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Անդրանիկ Թևանյանին օրինակ մեղադրում են պետական դավաճանության հոդվածով, իբրև թե փողի դիմաց ազգային ժողովի փակ նիստերից մեկում քննարկված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա կազմակերպության։ Հանազգային ժողովում որևիցե գաղտնիք երբևիցե չի քննարկվել, եւ եթե ինչ-որ մեկին հուզում է գաղտնիք, ինչ-որ պետական, ապա եթե դա ժողովի ժամանակ է քննարկվում, շատ հեշտությամբ կարելի է ձեռք բերել առանց ինչ-որ մեկի միջնորդությամբ, ուղղակի մի հատ դրոն պտտեցնելով։ Որպեսզի Հայաստանում ընդդիմադիր խոսքը պաշտպանված լինի, հայաստանյան ու միջազգային հանրությունը տեղեկացված մեր երկրում կատարվող անօրինական ազատազրկումների մասին, ստեղծվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով։ Ընտրական եւ հետընտրական փուլում ոչ ոք չգիտի, թե քանի 100 կամ գուցե 1000 մարդու բնակարան է խուզարկվել առավոտյան շուտ ընտանիքի անդամների ներկայությամբ, երեխաների նստեյության ահաբեկելով։ Ես ուրիշ եմ ասում, խոսքը հարյուրավոր, գուցե արդեն հազարավոր դեպքերի մասին է, որը ուղղակի ահաբեկման մթնոլորտի համար է։ Այս մասշտաբները ոչ Հայաստանի ներսում մարդիկ գիտեն, ոչ դրսում։ Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով իրենց համար կարևոր է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող միջազգային կառույցները նույնպես տեղեկանան, ինչ է կատարվում Հայաստանում։ Իրենց նպատակն է վերականգնել Հայաստանում սահմանադրական կարգը։ Ցույց տալ, որ մարդու իրավունքների տաղ գործող Եվրոպական միությունը ըստ էության Հայաստանում ոչնչացնում է ժողովրդավարությունը, ոչնչացնում է իրավական կարգը եւ մեր հայ ժողովրդին օգտագործում է ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակների համար։ Հայ-ակվե նախաձեռնության անդամ Էնուա Սողոմոնյանն առաջարկում է ստեղծել նաև ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը այսօրվա իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային առաջարկներ կանի թե Հայաստանի ներսում, թե դրսում։ Ձևավորել մեծ համապարփակ համընդգրկուն քաղաքական պլատֆորմ ընդդիմադիր, որը կկարողանա հենց աշխարհաքաղաքական կենտրոններին էլ եւ մեր ժողովրդին էլ ներկայացնելու այլընտրանքային այն առաջարկը, որը ես շատ մինիմալիստական գնահատական եմ տալիս, ավելի քիչ վնասաբեր կլինի, քան այսօրվա առաջարկը, այսօրվա վարվող գործընթացը։ Սողոմոնյանը վստահ է, բանտարկություններով, քաղաքական բռնաճնշումներով հնարավոր չէ մարել գաղափարները, ոչնչացնել նպատակները։ Եթե գաղափարը կա, ուրեմն կրակը պետք է շարունակի բոցկլ տալ, այնպես որ Ավետիքին, Անդրանիկին, Արեքնազին, մյուսներին բանտարկելով չեն կարող հասնել իրենց նպատակին։ Բանտարկելով նրանց հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները։ Միացիր, որ փոխենք, այս կարգախոսով են դատարանի բակ գնացել Անդրանիկ Թևանյանի ազատությունը պահանջող մարդիկ։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։